Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդային։ Վարչապետը ողջունել է թագուհու այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան եւ հավելել, որ Հայաստանը հետեւողական քայլեր է ձեռնարկում 2030 թվականի օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։ Թագուհի Մաթիլդան կարևորել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Այդ համատեքստում երկուստե կարևորվել է ներառական եւ որակյալ կրթության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականին Երևանում կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը։ Հաագ կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը։ Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Ըստ Սուրեն Թովմասյանի առաջարկվող փոփոխությունները միտված են հեշտացնելու եւ արագացնելու գործարքները, կրճատելու դրանց իրականացման համար պահանջվող ծախսերը։ Այժմ կառավարությունը ունի հաստատված որոշակի պայմանագրի տեսակներ, որոնք հնարավորություն կա կնքել կադաստրի կոմիտեի գրասենյակներում եւ տվյալ պայմանագրերը ներկայացնել իրավունքի պետական գրանցման առանց նոտարական վավերացման։ Եվ բովանդակային առումով մենք ներ ենք դնում էլեկտրոնային համակարգ, որտեղ արկա է լինելու այդ մեկ այլ գործիքակազմ, որը ես եմ նույնականացման համակարգի հետ ինտեգրված է աշխատելու եւ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ինքը ունենալու է անշարժ գույք, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ, նույնականացվելով ես եմ նույնականացման համակարգի օգնությամբ, տեսնելու է մուտք է գործելու իր անձնական գրասենյակ։ Եվ համապատասխանաբար անձնական գրասենյակում տեղադրված են լինելու այն պայմանագրերը, որոնք որ քաղաքացիները կկարողանան ինքնաշխատ եղանակով որոնք քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել եւ համապատասխանաբար մուտքագրելով նաեւ գնորդի վերաբերյալ տեղեկատվությունը նույն գործողությունը կկարողանա գնորդը կատարել էլեկտրոնային համակարգում, այսինքն երկրորդ process-ով գնորդը արդեն նույնականացվելով էլեկտրոնային համակարգում ես եմ խիստ նույնականացման միջոցով ինքն է արդեն ստորագրելու առուվաճառքի տվյալ պայմանագիրը, որից հետո այս պայմանագիրը էլեկտրոնային համակարգով մուտք է լինելու կադաստրի կոմիտե տեղեկատվական շտեմարան որպես դիմում եւ գրանցվելու է համապատասխանաբար ինքնաշխատ եղանակով առանց ռեգիստրի մասնակցության։ Այս թվային գործիքակազմը աշխատացնելու համար, որ բնականաբար եւ քաղաքացիների համար է ավելի հարմար եւ կադաստրի կոմիտեի գործն է հետևացնում, ճիշտ եմ հասկանում, որ ես եմ համակարգով նույնականացման համար պիտի մարդը կամ ID քարտ ունենա կամ eSIM պիտի ունենա։ Այո, ես եմ համակարգը այսօր գործում է այդ մեթոդաբանությամբ կամ ID քարտ կամ eSIM քարտ, որով ինքը կարողանում է համապատասխանաբար թվային ստորագրություն դնել։ Մենք արդեն իսկ ինտեգրել ենք, տեստավորել ենք այդ ամեն ինչը, մեր բազաները աշխատում են առանց որևէ խնդրի, ներկայդրությամբ էլ յուրաքանչյուր քաղաքացիների համար գործում է
անձնական գրասենյակը եկադաստր.am կայքում եւ երբ որ քաղաքացիները մուտք են լինում այդ կայք, խիստ նույնականացման ռեժիմը անցնում են համապատասխան թվային ստորագրությամբ, ապա իրենք այնտեղ կարող են տեսնել այս պայդրությամբ իրենց անվան տակ գրանցված բոլոր անշարժ գույքերը։ Սա եւ հետագայում եկող ու նախկինում եղած փոփոխությունները այն մասին են, որ ID քարտը ու էլեկտրոնային ստորագրությունը ընդհանրապես միայն հայտարարագրման համար չի ու մարդը հենց իր հարմարավետության համար անհրաժեշտությունից ելնելով կյանքի գրեթե բոլոր իրադարձությունների համար այդ ստորագրության կարիքը ունենալու է, այնպես որ այն մարդիկ, ովքեր դիմել են ID քարտի համար ստացել են, իրանք ոչ թե իրենք իրենց վնասել են, այլ իմ կարծիքով մի քայլ ավելի առաջ է։ Ռուսաստանը դարձյալ առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրել Մոսկվայում, այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, բառացիասելով, որ այդ առաջարկը ուժի մեջ է մնում։ Նրա խոսքով իրենք պատրաստ են Երևանին եւ Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում համաձայն եռակողմ հայտարարությունների։ Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, ավելացրել է Գալուզինը։ Սենսացիոն ձերբակալություն Բաքվում կալանավորվել է Հեյդար ու Իլհամ Ալիևների երբեմնի աջ ձեռքը համարվող Ռամիզ Մեհդիևը։ Նրան ծանրագույն հանցանքներ կատարելու մեջ են կասկածում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ինչու են մեղադրում նրան։ Ռամիզ Մեհդիևին քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվեց, այդ թվում նաև պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձ, ըստ էության պետական հեղաշրջում, երկրորդը ազգային պետական դավաճանություն եւ երրորդը արդեն տնտեսական հանցագործություն։ Այդ հոդվածները հնարավորություն են տալիս դատապարտել նրան մինչև ցմահ ազատազրկման, բայց քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ենթադրում է, որ 65-ից ավելի տարեց մարդկանց ցմահ ազատազրկման չեն դատապարտում, ավելի մեղմ պատիժ կլինի, բայց հաշվի առնելով այն, որ 87 տարեկան է Մեհդիևը, ինչ պատիժ էլ չնշանակել, իր դեպքում ցմահ է լինելու։ Առայժմ նրան դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը 4 ամսով։ Նշեմ, որ Մեհդիևը ժամանակին շատ երկար ժամանակ եղել է Ադրբեջանի երկրորդ դեմքը ըստ էության եւ որոշ ժամանակ անգամ առաջին դեմքի հետ հավասար փաստացի լիազորություններ է ունեցել։ 95-ից մինչև 2019 թվականները նա եղել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարը։ Հեյդար Ալիևը նշանակել էր իր մտերիմ ընկերոջը այդ պաշտոնին, որպեսզի նա վերահսկի իր որդուն, օգնի իրեն ոտքի կանգնել, թույլ չտա, որ սխալներ ուրեմն իրեն թույլ տա, եւ կարելի է ասել, որ այն Իլհամ Ալիևը, որին հիմա բոլորս ճանաչում ենք, ստեղծվել է հենց Մեհդիևի ջանքերի արդյունքում։ Նա անսահմանափակ լիազորություններ ուներ, կադրային բոլոր նշանակումները ինքն էր վերահսկում, գաղափարախոսությունը ադրբեջանական պետականության ինքն էր որոշում, եւ այդպես էր մինչև 2017 թվականը, երբ Մեհրիբան Ալիևան դարձավ երկրի առաջին փոխնախագահ, այդ ժամանակ Փաշաևների կլանը արդեն բացահայտ կերպով սկսեց պայքարը Ռամիզ Մեհդիևի դեմ եւ երբ 2019 թվականին նա որոշեց, որ ժամանակն է անցնել այսպես հանգստի եւ մեծ փառքով ուղարկվեց թոշակի։ Նրան բարձրագույն երկրի պարգևները տվեցին եւ նշանակեցին Գիտությունների ակադեմիայի նախագահ եւ նաեւ նա պահպանեց անվտանգության խորհրդում իր անդամի կարգավիճակը։ Նրան այդ հերացումից հետո եւս շարունակում էին թույլ տալ այն, ինչ ոչ մեկ իրեն թույլ տալ չէր կարող։ Օրինակ պանդեմիայի ժամանակ նա կարող էր մի քանի 100 հոգի հրավիրել իր թորնուհու հարսանիքին եւ որևէ պատիժ դրա համար բնականա չկար։ Հաշված օրերի ընթացքում կտրուկ փոխվեց իրավիճակը։ Մարդուն, որին փառաբանում էին դեռ ամիսներ առաջ, այսօր պետական հանցագործ ու դավաճան են անվանում բոլորը մամուլում։ Դա շատ նման է այսպես ստալինյանային բռնությունների շրջանին, երբ մեկ օրվա ընթացքում այդպես հանձնարարության արդյունքում մարդուն ժողովրդի
թշնամի էին հռչակում, հա, կամ Բերյան օրինակ 53 թվականին ինչպես դարձավ ժողովրդի թշնամի ընդամենը մեկ որոշման արդյունքում։ Ընդ որում Ադրբեջանում ինչպես է, եթե ինչ-որ մեկին պետք է վարկաբեկել, անմիջապես սկսում են նրա արյան մեջ հայկական հետքեր փորձել։ Այս անգամ նույնը եղավ եւ արդեն մի քանի հրապարակում մամուլում գտա այն մասին, թե իբր նա այդ ամենը արել է, չգիտենք ինչ է արել, բայց արել է միայն այն բանի համար, որ իբր թե հայկական ծագում է ունեցել։ Մասնավորապես իշխանամետ ժամանակակից Մուսաֆատ կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը հայտարարել է, նա դավաճան է, քանի որ հայկական արմատներ ունի։ Իսկ իրականում Մեհդիևի, այսպես ասած, վերացումը ինչ նպատակ ունի։ Կարծում եմ, այստեղ երկու գործոն կա, եւ կլանային պայքարի դրսևորում է, եւ նաեւ գաղափարական պայքարի։ Մի կողմից Մեհդիևը ընկալվում էր որպես Նախիջևանյան կլանի առաջնորդ, հա, որի դեմ պայքարում էին այլ կլանները, երբեմն արդյունավետ։ Մյուս կողմից նա ընկալվում էր որպես պրոռուսական վեկտորի ներկայացուցիչ։ Նրան այսպես իսկապես ռուսամետ գործիչ էին համարում եւ այդ ռուսամետ թիմի առաջնորդ, հա, ռուսամետներին արդեն 5 տարի է ինչ Իլհամ Ալիևը ոչնչացնում է։ Առաջինը դարձավ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Նիջմեդդին Սադիխովը, ով Արցախյան երկրորդ պատերազմի ողջ ընթացքում տնային կալանքում էր գտնվում, դրանից հետո հեռացվեց եւ անհետացավ փաստորեն։ Այս անգամ միգուցե իշխանությունը ինչ որ տեղեկություն ուներ այն մասին, որ Մեհդիևի շուրջ համախմբված մարդիկ ինչ որ բան էին նախաձեռնում, հավանաբար Կրեմլի պատվերով։ Համենայն դեպս ոչինչ չի բացահայտվում, բայց հատկանշական է, որ Մեհդիևի կալանավորման մասին լուրը հաստատվեց միայն այն բանից հետո, երբ Պուտինի հետ հանդիպեց Ալիևը Թաջիկստանում։ Հավանաբար այդ հարցը եւս քննարկվել է եւ միգուցե Ալիևը նաեւ պահանջել է Պուտինից թույլ տալ, որպես այսպես Մեհդիևի գլուխն էլ ուտեն որպես պրոռուսական այսպես այդ լոբի առաջնորդի եւ եթե այդպես է, ապա Պուտինը այդ համաձայնությունը տվել է։ Սա իհարկե վերջին ձերբակալությունը չէ, հավանաբար շատ շուտով նոր ձերբակալումներ եւ կալանավորումներ կլինեն եւ ադրբեջանական մամուլը գրում է, որ չի բացառվում, որ հաջորդը լինի նախագահի նախկին օգնական Ալի Հասանովը։ Արդյոք Մեհդիևի կալանավորումից հետո Ադրբեջանում ինչ կփոխվի։ Ալիևը շարունակում է ամրապնդել իր իշխանական այդ առանցքը, հա, վերացնում է բոլոր նրանց, ում վրա ժամանակին հենվել է։ Դա ընդունված տակտիկա է, հա։ Նա ենթադրում եմ վախենում է բոլոր նրանցից, ում շնորհիվ ժամանակին ամրապնդվել է, այսպես կոչված երազների հայաստանյան ադրբեջանցիների կլանը ոչնչացվել է։ Նախիջևանյան կլանը ոչնչացվել է։ Հեյդար Ալիևի նախկին ընկերների եւ իր զավակների կլանը ոչնչացվել է։ Փաշաևների կլանը գրեթե ոչնչացվել է։ Եվ անգամ հետաքրքիր է, որ Մեհրիբան Ալիևայի շուրջ ձևավորված կլանը եւս պես այսօր չի նկատվում։ Նախագահ վերջին անգամ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը այդպես էլ չստորագրեց հրամանագիր իր տիկնոջը առաջին փոխնախագահ վերանշանակելու մասին։ Թեև մամուլում այժմ էլ Մեհրիբան Ալիևային հիշատակում են որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այդպիսի հրամանագիր չի եղել։ Այսինքն ենթադրում ենք, որ անգամ իր տիկնոջը այդքան էլ չի վստահում հիմա Իլհամ Ալիևը։ Մի կարևոր հանգամանք պետք է ուշադրություն դարձնել, թե երբ կալանավորեցին Մեհդիևին։ Դա հենց այն օրն էր, երբ Իլհամ Ալիևը 22 տարի առաջ դարձավ նախագահ։ Ալիևը սիրում է ընդհանրապես սիմվոլիզմ, հա, եւ իսկապես հենց հոկտեմբերի 15-ն էր այն օրը, երբ Ադրբեջանը նոր առաջնորդ ունեցավ։ Դե նոր ասելով շատ հարաբերական է, քանի որ նրանից առաջ էլ հայրն էր տասնամյակներ շարունակ իշխում երկրում։ Եվ հետաքրքիր է, որ հիմա Իլհամ Ալիևը 6-րդ տեղում է ամենաերկար հանրապետություն կառավարող նախագահների թվում։ Առաջինը հասարակածային Գվինեան կառավարող նախագահն է, նա 46 տարի է, ինչ գահի վրա է։ Երկրորդը Կամերունին է 43 տարի, այնուհետ Ջիբուտի 40 տարի, դե հետո Բելարուսն ու Թաջիկստանը։ Շնորհակալություն Արցախ։
Այսօր Բրյուսելը հյուրընկալում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվելու է Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել էր, որ Բրյուսելում կքննարկվեն Եվրոպայում զենքի արտադրության ավելացման, առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի, հեռահար հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի ֆինանսավորման ծրագրերը, ինչպես նաեւ ամերիկյան զենքի նոր պատվերները։ Միջազգային լրահոսը տեսանյութում։ Բրյուսելյան օրակարգում նախարարական 3 հանդիպում է։ Նախ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ապա Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, ռազմական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Երեկոյան մեկ այլ հանդիպում կանցկացվի Եվրամիության խորհրդի կենտրոնակայանում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի գլխավորությամբ։ Իդեպ արդեն Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Ուկրաինային է մատակարարել ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարք։ Երկրի պաշտպանության նախարարը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը արագացնելու համար երկիրը ներդրել է 600 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա խոսքով հնարավոր էսկալացիային Ուկրաինայում եւ ողջ Եվրոպայում պետք է դիմակայել անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմամբ եւ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժեղացմամբ։ Մոսկվայի օրակարգում էլ այսօր Սիրիայի ժամանակավոր իշխանության ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի այցն է։ Ռուսաստանի նախագահը կհանդիպի նրան։ Սա Սիրիայի ղեկավարի առաջին այցն է Մոսկվա այն բանից հետո, երբ նրա ղեկավարած ապստամբները անցյալ տարի տապալեցին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությունը։ Հիմա նա այցելում է մի երկիր, որը ապաստան է տվել Ասադին եւ նրա ընտանիքին։ Մոսկվան հաստատել է այդ հանդիպումը եւ նշել է, որ քննարկման թեմաներն են ռուս-սիրիական հարաբերությունների ներկա վիճակը, զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրային, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։ Իդեպ ընդամենը մի քանի օր առաջ գերմանական Die Zeit թերթը գրել էր, որ Ասադը հիմա էլ Մոսկվայում է։ Էլիտար շենքում 3 բնակարան ունի, առևտրի կենտրոնով եւ երբեմն անձամբ այցելում է այնտեղ։ Մնացած ժամանակ ըստ աղբյուրի նախընտրում է մնալ տանը եւ խաղալ տեսախաղեր։ Իսրայելի հանրային հեռարձակող Կանը հաղորդել է, որ Իսրայելը որոշել է բացել Գազայի եւ Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆայի անցակետը եւ թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազա, այն բանից հետո, երբ վերադարձվել են 4 պատանդների մարմինները։ Ըստ հաղորդագրության Իսրայելը չեղարկել է Համասի դեմ նախատեսված միջոցառումները, որոնք ներառում էին Գազայի հատված մուտք գործող օգնության բեռնատարների թվի կիսով չափ կրճատումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 253 միլիոն եվրո վճարել Վրաստանին։ Այդ գումարը Ռուսաստանը պարտավոր է վճարել 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի եւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջև արգելապատնեշների կառուցման համար։ Բանն այն է, որ Թբիլիսին եւ միջազգային հանրությունը Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որը օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Իսկ փշալարերով այդ ցանկապատը, որը կառուցվել է վարչական սահմանի երկայնքով, Թբիլիսին համարում է օկուպացիոն գիծ։ Դատարանը համարել է, որ Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրել, անօրինական կալանավորումներ, ուժի կիրառում, տներ մուտք գործելու սահմանափակումներ, նաև վրացերենով կրթության արգելք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարությունը։ Նշվում է, որ պատճառը Վալտոնենի մասնակցությունն էր Թբիլիսիում նախորդ օրը տեղի ունեցած հանրահավաքին, որը կառավարությունը անօրինական է համարում, եւ նրա կողմից կեղծ հայտարարությունների տարածումը, նշել է կառավարությունը։ Քրիստիան Ագուլյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգների կոնգրեսում ակտիվություն է նկատվում ուղղված Ադրբեջանի վրա քաղաքական եւ տնտեսական ճնշման հնարավորությունների ընդլայնմանը։ Ամերիկացի կոնգրեսականները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, եթե Ալիևն ագրեսիա թույլ տա Հայաստանի դեմ։ Արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ոչ միայն արձագանքել, այլև կանխարգելել ապագա ագրեսիաներն արդեն օրենսդրական մակարդակով նաեւ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու համար կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներ եւ հեռավար զրուցելու ենք այնտեղ բնակվող քաղաքական վերլուծաբան Աբո Չափարյանի հետ։ Պարոն Չափարյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։
Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ, պարոն Չապարյան, ինչ կարող եք ասել այս նախաձեռնության մասին, վերջին նախաձեռնության մասին, արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում կան մտահոգություններ, որ այնուամենայնիվ Ադրբեջանը կարող է հետ կանգնել Վաշինգտոնյան համաձայնագրերից։ Իհարկե շատերուս համար հստակ է եւ հայտնի է, որ Ադրբեջանի բռնադեր Ալիևը միջազգային քաղաքական շրջանակներու կողմէ ճնշման ենթարկվելով ատքանալ ուրախ չէր օգոստոսի 8-ի նախապայմանագիրը ստորագրելու Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ եւ ամեն կերպ պիտի փորձե Ալիևը որբեսի այդ համաձայնագիրը չեղարկվի եւ ամեն կերպ պիտի նաեւ փորձե Ռուսաստանի հետ, Պուտինյան Ռուսաստանի հետ զարդուղի ճանապարհներով իրադարձությունը ասենք ուժեղ բայել եւ հիմնական մտահոգությունը Վաշինգտոն DC-ի մեջ եւ ընդհանրապես հավաքական արևմուտքի մեջ այն է որ քանի որ Ռուսաստանը սանկցիայի տակ է եւ այդ սանկցիայի վերաբերյալ հավաքական արևմուտքի ղեկավարությունը մտադիր է սանկցիաները բազմապատկել եւ բազմագոմանի դարձնել եւ նաեւ արևմուտքի մեջ բավականին լուրջ մտահոգություն կա որ Ադրբեջանը անուագի կերպով Ռուսաստանին գոկնած սանկցիաներեն խուսափելու համար եւ այդ խուսափելու կորձողությունը բազմաթիվ մարդկանց եւ հատկապես կոնգրեսականներուն մոտ զայրույթ առաջացած է եւ այդ զայրույթը հետս հետե ավելի գուժեղանա հատկապես երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գփաստե որ հայկական պետականությունը հետս հետե ինքնուրույն գտարնա եւ իր գաբերը գզարկացնե բազմազան դարձնելով արտաքին զինակցությունները բազմազան դարձնելով եւ հատկապես արևմուտքի հետ ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմաքաղաքական շրջանակները քիդագից են որ հայկական խաչմերուկը շատ մեծ արժեք կներկայացնե եւ ամեն կերպ հատկապես Միացյալ Նահանգներու ղեկավարությունը ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է այդ ռազմավարական գաբերը զարգացնելու Հայաստանի հետ եւ կմնա որ Հայաստանի ղեկավարությունը հստակ քայլերով առաջ երթա եւ չսպասե սպիտակ ցիավորի ժամանման եւ կորզնական քայլերով իր բարդականությունները լի իրականացնեն։ Պարոն Չապարյան, այսինքն ըստ ձեզ Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունները պաշտպանում են կոնգրեսականների այս նախաձեռնությունը։ Գիտեք, ամերիկյան պետությունը ինստիտուցիոնալ պետություն է, եթե նույնիսկ այո, գրնապատահել ծեր հարցումին կարճ պատասխան այո, կարող է մերթ ընդիմանալ, մերթ համացայնել, ինչպես որ անգլերեն գսեն յոյո գխաղան, ասենք դա արդեն ընդունված թիվանակիդական կորձելացև է, հատկապես հավաքական արևմուտքի մոտ, բայց պետք է մենք ավելի ռեալ քայլերուն հետևենք եւ թիվանակիդական լեզվամտածողության ատկանալ ասենք ուշադրություն չդարձնենք գետրոնանան կետնի վրա կատարված իրողության վրա։ Իսկ ինչպես է գնահատում Սփյուռքի, հատկապես Միացյալ Նահանգներում ապրող հայերի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության աջակցության տեսանկյունից։ Պետք է ասել, որ ի հակապատկեր գարկմը ասենք շրջանակների բնդումներին, որ իբրև թե Ամերիկայի Սփյուռքը ատկանալ զորագիտ չէ հայկական պետականության, դա բոլորովին անհիմն է, ճշմարտության հետ չի անվտանգել, ընդհակառակը ամերիկահայ լայն շրջանակներ եւ աստեցիկ անձնավորություններ եւ նաեւ ոչ հայ ամերիկացիներ
համախմբված են եւ ամեն կերպ աշխատանք կդանին, որ հայկական pedagogian եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև ռազմավարական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական թաշինքը առավել ուժեղանա։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ Ալիևը կարող է օգնել Պուտինին, որպեսզի շրջանցեն այդ սանկցիաները արևմուտքի կողմից կիրառվող, բայց կան նաև գնահատականներ, որ լարված են նաև Ալիևի եւ Պուտինի հարաբերությունները, այսինքն Ադրբեջան-Ռուսաստան, թեև վերջին շրջանում այդ հանդիպումը կայացավ, եղան գնահատականներ, որ այդ լարվածությունը այսպես թոթափվել է, բայց ամբողջությամբ չի վերացել։ Մենք չպետք է խաբենք սցենարները կամ երևույթները, մենք պետք է ռեալ պոլիտիկի հետևելով, ռեալ պոլիտիկի դպրոցի մշտական ուսանողներ, մենք պետք է, ինչպես որ քիչ առաջ կսեի, քետնի վրա իրականության ուշադրություն դարձնենք եւ չպետք է մենք մեզի դար համոզենք կամ ապագոմնորոշենք, խորելով որ Ադրբեջանը հլու հնազանդ մասնագիծ է խաղաղության գործընթացին։ Չմոռանանք, որ Շոյգուն 44 օրյայի պատերազմեն ամիջավեսի հետքը այդ ժամանակվա պաշտպանության նախարարը ռուսական դաշնության անցամբ շնորհավորեց Ադրբեջանին եւ չմոռանանք, որ Շոյգուի նման մտածողները ռուսական դաշնության դարածքին բավականին լուրջ թվականակ կկազմեն եւ որպես այդպեսին մենք պետք է արտնամիտ կերպով մոտենանք եւ պետք է ամեն կերպ զորակցենք հայկական pedagogian ինքնիշխանության եւ անկախության եւ պաշտպանության, որովհետեւ բացությունը մեզի սովորեցրած է, որ համացանակիրները կգնքվին, սակայն ամբինման կարող են մեր երևնալ, մեր անհետանալ։ Ամենակարևորը ռեալ քետնի վրա ինչ կգադարենք մենք որպես հայ ազգ, հայկական pedagogian ինքնիշխանությունը, անկախությունը եւ պաշտպանությունը ուժեղացնելու համար։ Իսկ ինչպես է գնահատում Ռուսաստանի առաջարկը որպես հարթակ ծառայել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար, որքանով է դա իրատեսական ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ այդ նախաստորագրումը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ Իհարկե ռուսական դաշնությունը միշտ պետք է հստակ նշեմ, որ այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը գիտե որ միջազգային մեգուսացման ճանապարհին է եւ արդեն մեգուսացված է եւ Ուկրաինայու թեմ ներխուժումեն աստին ռուսական դաշնության թիրքերը միջազգային հարթակի վրա բավականին թուլացած են եւ ռուսական դաշնությունը Պուտինյան Ռուսաստանը ամեն կերպ կաշխատի այդ մեգուսացման ասեցությունը մեղմացնելու, սակայն արդեն գործընթացը իր ճանապարհը կդած է եւ այնպես մգտվի որ Իրանը նույնպես թեկուզ մերտնմես Ռուսաստանի հետ համախոհ գտվի ելալ, բայց եւ այնպես Իրանն ունի իր ռեալ պոլիտիկը, իր ասենք pedagogian շահերը եւ Իրանի pedagogian շահերը կպահանջեն որ ռուսա թրքա ադրբեջանական այդ հորչորչումը որ իրենք առաջ կքշեն այսպես կոչված զանգեզուրյան ուրեմն միջանցքի միտքը դա բոլորովին հագարակ է Իրանի շահերուն նույնպես եւ հետաքրքրական այն է որ Ամերիկայի հետ Իրանը այս բարակային համախոհ է եւ ռուսական դաշնությունը Պուտինյան Ռուսաստանը քաչ իմանում է որ միջազգային մեգուսացման ձիրեններս նաեւ հարավային Կովկասի մեջ ռուսական դաշնան ներկայության թուլացումը արդեն թուլացման գործընթացը արդեն սկսած է։ Ինչ ազդեցություն կունենա ռուսական այս պաշտոնական արդեն առաջարկությունը Հայաստանին եւ Ադրբեջանին դառնալ հարթակ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար, դա կարող է որևէ ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների ջանքերի վրա։ Ոչ, որովհետեւ ըստ երևույթին
ճիշտ է որ Ադրբեջանը մի կերպ գործե Ռուսաստանից հրաշայել, բայց միևնույն ժամանակ Ալիևը, Նահագահ Ալիևը քաջ գիտակից է որ եթե ինքը որպես խանգարող կողմ հանդես գա, Ադրբեջանն իր հերթին միջազգային մեկուսացման վտանգի առաջ կգանքնի եւ դա բոլորովին ասենք անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության համար, հետևաբար Ադրբեջանն իր հերթին պիտի աշխատի, որ նույն ճակատագրին չընթարկվի ինչ որ այսօր ռուսական դաշնությունը արդեն թիրախավորված է այդ ճակատագրի ենթարկումով։ Հայաստանի քաղաքական շրջանակներում կա այսպիսի տեսակետ, որ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է, որ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրվի մինչև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները, բայց Պուտինը ամեն կերպ հակառակն է փորձում անել, փորձում համոզել Ալիևին, որ դեռևս սպասի եւ մինչև ընտրություններ չգնան վերջնական ստորագրման։ Հիմա ըստ ձեզ որ կողմին ավելի շատ կհաջողվի՝ Միացյալ Նահանգներին, թե ռուսական կողմին։ Ես այդպես պիտի չգիտեի, ամենագենսականը այն է, որ հայկական պետականությունը իր ինքնիշխանության հզորացման գործընթացը ակտիվ կերպով հետապնդե եւ ամեն կերպ այսօր այսպես կոչված այս գերծ ընդդիմությունը քալիք ընտրություններուն ընդհանրապես չեզոքացվի, որովհետեւ 5-րդ շարասյունը գենսական է, որ ներքաղաքական դաշտեն իսպար բացակայի, որովհետեւ հայկական պետականությունը առաջընթաց գործնական 40 քայլերով թեպի առավել գայուն եւ առավել փառքված պետության հերանգարով առաջ երթա։ Հերանգարը այստեղ կբահանջի, որ ներքաղաքական դաշտը եւ լրատվական դաշտը մաքրվի։ Ընդհանրապես մաքրվի։ Այստեղ նաև այսպիսի տեսակետներ են հնչում, որ Միացյալ Նահանգներին ավելի շատ պետք էր ոչ թե Հայաստանը որպես գործընկեր, այլև օրինակ Ադրբեջանը, Ադրբեջանից այն կողմ Իսրայելը եւ շատ դեպքերում այստեղ մատնանշում են այն, որ Թրամփը հաճախ է խառնում օրինակ Հայաստանի անունը, չի հիշում երկու երկրների ղեկավարներին եւ այլն եւ այլն։ Ինչ կասեք այս ամենի մասին։ Թրամփը թող խառնի, վնաս չունի, Թրամփը թող Ալբանիա գոչի, վնաս չունի։ Թրամփը չէ ամենագենսական այս բարակային։ Ամենագենսական, ինչպես որ քիչ առաջ գնացին, ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է։ Թրամփը կարող է որպես մարդ դժվար է թե յուրաքանչյուր երկրի անունը ճշգրիտ կերպով հիշել, հատկապես այս ժամանակներուն, երբ նոր է որ Հայաստանը Ամերիկայի ռազմաքաղաքական շրջանակներու ռադարի վրա գերեվա եւ ադալ անշուշտ շնորհիվ բազմաթիվ ամերիկահայ քաղաքականապես հասուն եւ բազմաթիվ ոչ հայ ամերիկացիների շանքերով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև ռազմագիտական գաբերու զարգացումը պետք է շարունակվի, վնաս չունի Թրամփը թող մեկ-երկու անգամ եւս կրնա շփոթել, բայց ամենաէականը կորզընթացի հարադեպությունն է։ Այսինքն քաղաքական փոփոխություններն անգամ Միացյալ Նահանգներում այս գործընթացը չեն կարող ըստ ձեզ կասեցնել։ Տեսեք, այս տարվա սկիզբ 2025-ի հունվարին, երբ Թրամփը թերևս չէր ժամանած սպիտակտուն, արդեն Նահագահ Բայդենի վարչակազմը սկսած էր գործընթացը Հայաստանի հետ ռազմագիտական համաձայնագիր պայմանագիր կնքելով։ Ուրեմն շատերը ասենք 5-րդ շարասյան պատկանող քաղաքական վերլուծաբաններ, շագերտյալ վերլուծաբաններ սկսան անդեղի գանխադեսումներ անել, որ Թրամփը պիտի գա եւ այն գործընթացը, որ Բայդենի վարչակազմի օրով սկսած է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև պիտի գասեցվի։ Եվ բանից դուրս եկավ, որ իրենք սխալված էին
եւ նախագահ Թրամփ ճշգրիտ եւ իմաստուն կերպով հետևեցավ ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակներու խորհրդին եւ այդ նույն ռազմաքաղաքական շրջանակները այսօր առավել քան երբեք եւ հատկապես եթե փախտadենք 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակվա մթնոլորտին հիմա գվա մթնոլորտը շատ ավելի հուսադրիչ է, շատ ավելի կորզնական կերպով առաջընթաց կաբրի քան երբևէ։ Երբևէ այսպես ասենք ռազմագիտական կապեր չէին գոյություն ունեցած նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Այնպես որ այսօր Թրամփն է, երեք Բայդենն էր, վաղը գնալ Անդերսոնը լա, գապ չունի թե ով օրվան նախագահն է։ Այո, Ամերիկայի սահմանությունը բազմաթիվ լիազորություններով գոժդե օրվան նախագահին, սակայն չմոռանանք, որ Ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է եւ առաջին անգամ ըլլալով վերջին 35 տարվա մեջ եւ ընդհանրապես վերջին 100-ամյակի ընթացքին Ամերիկայությունը առաջին անգամ ըլլալով կորձնական ասենք partnerության, կորձընկերության մեջ մտած է ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակներու հետ եւ սա աննախընթաց է բոլոր հարկանքներովս մեկտեղ հայկական ամերիկայի մյուս կազմակերպություններուն պետք է ասել որ սա առանցին շարժումն է եւ այս շարժումը պիտի բոլոր նախատրյալները ունի եւ նախանշաններ արդեն ցույց կտա որ սա երկարաժ ժամկետի վրա առաքելություն է աշխատանք է որ սկսած է Ամերիկայի եւ հայասեր ամերիկացիներու շրջանակներս եւ այս շրջանակներու արգայությունը իր բարերար աստեցությունը ունենա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմաքաղաքական շրջանակներու վրա նույնպես եւ ուրախ եմ ասելու հայկական pedagogian կմնա որ հայկական pedagogiությունը խրոխ քայլերով ինքնիշխանությունը ուժեղացնելու ճանապարհին 5-րդ շարասյունը ընդհանրապես անշարժության անկորձության մատնե եւ ներքաղաքական եւ լրատվական թաշտը ընդհանրապես ազատի վնասակար դարերու արգայություն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Ամերիկա բնակ քաղաքական վերլուծաբան Աբո Չապարյանն էր։ Տեղահանված արցախցիների համար մեկնարկել է նոր ծրագիր մասնագիտացման նոր հնարավորություններով մանրամասները տեսանյութում։ Տեղ ունենք նաև սենց հասած դուգողական աշխատանք են գրում, ասել մեր գնահատականներն են, դասախոսն է գնահատում։ Մարգարիտան է, ցույց է տալիս իր տետրերը սովորողի պարծապարտությամբ։ Մարգարիտան արցախցի այն 30 կանանցից մեկն է, որոնք այսօր Վիվայի եւ հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագրի շնորհիվ գիտելիք են ստանում բարեկեցիկ ապագայի համար։ Գործակցության հիմքում ապահովելն է այնպիսի մասնագիտացում, որը գործազուրկ շահառուներին թույլ կտա պահանջված լինել աշխատաշուկայում։ Շաբաթական 3 ժամյա դասընթացն է մեր միջազգային ուսուցման կենտրոնը ժամային գրաֆիկ ընտրելու հնարավորություն նաև տվեց։ Ես առավոտյան ժամն եմ ընտրել, քանի որ ինձ ավելի հարմար է երեխաներին դպրոց տանեմ, հետո դպրոցից հետո ես գնամ դասի։ Ամեն օր նոր նյութեր ենք անցնում, նոր նյութեր անցնելու ընթացքում արդեն տանը կրկնում ենք նաև անցած նյութերը։ Ես ամեն ինչ անում եմ հաջողության հասնելու համար եւ հավատում եմ, որ հասնելու եմ։ Վիվայի աջակցմամբ իրականացվող հաշվապահների պատրաստման անվճար ծրագրի շնորհիվ հնարավոր է լուծել եւ մշտական եկամտի աղբյուր ունենալու եւ ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու հարցերը։ Կարևորը շահառուների մոտիվացված լինելն է։ Մեր ծրագիրը առաջին հերթին միտված էր հենց նրանց զբաղվածություն ապահովելու համար։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք է։ Արդյոք նրանք ունեն բավարար գիտելիքներ եւ հմտություններ սկսելու նոր փորձառություն։ Եվ մեր ծրագրի ուժեղ կողմը կայանում է հենց նրանում, որ ծրագրի ամբողջ էությունը նրանում է, որ մարդիկ կարող են զրոյից գալ եւ ստանալ իրենց գիտելիքները, թարմացնել եւ մտնել աշխատաշուկա։
Գործընկեր կազմակերպությունների առջև մեծ մարտահրավեր է, որը պահանջում է համակարգված մոտեցում։ Վստահ են, այս ծրագիրը հաջողելու է սպասելիքները։ Այս կրթական ծրագիրը շատ կարևոր է մեզ համար։ Այն նոր հնարավորությունների բացահայտման իրական ճանապարհ կարող է դառնալ մասնակիցների համար։ Կինն ավելի ուժեղ է, երբ ունի այդ հնարավորությունը։ Սա ավելի շուտ ոտքի կանգնելու, աշխատանք եւ կայուն եկամուտ ունենալու, նոր հնարավորություններ ստանալու ճանապարհ է։ Մեր գործընկեր կազմակերպության տարիների փորձը հուսադրող է եւ ես համոզված եմ շատերն են հաջողելու։ Կենտրոնի նպատակն է 105 ժամ դասընթացի շրջանակում պատրաստել կայացած ֆինանսական ոլորտի մասնագետների։ Նշենք նաև, որ դասընթացի ավարտի մասնակիցները կստանան հավաստագրեր։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Շանթի եթերում լրատվությունն այսօր այսքանն էր, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։